Հունվարի 28-ին հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի օրը սրբատեղի Եռաբլուր Պանթեոնում էին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահները, բարձրաստիճան պաշտոնյաներ, սպաներ, գերատեսչությունների ղեկավարներ, քաղաքացիներ։ Ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհվեցին թանկ շիրիմներին այն զինվորյալների, որ քառորդ դար առաջ անպարտելի կանգնեցին հայոց սահմաններին, իրենց կյանքի գնով կասեցրին թշնամու մահաբեր խուժումը, արյամբ թանկացրին հայրենական հողը և բերեցին մեր երկրի այսօրը, երբ ազգային բանակն այլևս իրականություն է, սահմանն ու խաղաղությունն անխոցելի, երբ կարող ենք լիասիրտ շնորհավորել միմյանց կայացած ու կատարելագործվող զինված ուժեր ունենալու համար։ Այսօր ոչ մի վատ բանի մասին չխոսի ոչ մի ծնող, ոչ մեկը։ Այսօր շնորհավորում ենք բանակի օրը, մեր տղաների օրը։ Այս ծաղիկները տանում են դնել այն տղաներին, որոնց մայրեր չկա։ Երանի են մայրերին, որ իրանց զավակներից շուտ են մահացել։ Այսօր հայոց բանակի տոնն է, հայոց պետականության ինքնիշխանության և հայ ժողովրդի անվտանգության երաշխավորի տոնը։ Մեզ համար սա թերևս ամենանվիրական տոնն է, որովհետև ով մեզնից լավ պետք է սերտած լինի պատմության դասը, որ պետություն ու բանակ ունեցող ազգերը ցեղասպանության չեն ենթարկվում։ Մեր բանակը կազմավորվեց պատերազմի պայմաններում։ Անկախության առաջին տարիներին բանակ դեռ չունեինք, թեև զինվոր էինք բոլորս։ Հանրապետությունում գործող կառույցներից միայն ոստիկանությունն էր, որ իբրև ռազմականացված համակարգ ի վիճակի էր գործել համակարգված։ Հետո արդեն անկախությունն էր ու բացահայտ պատերազմը, դեռ չկար կանոնավոր բանակ և ռազմաճակատ մեկնեցին նաև միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները, նորագազմ ներքին զորքերի ստորաբաժանումները, որոնք Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ առաջին կանոնավոր զինվորական կազմավորումներն էին։ Ներքին գործերի ստորաբաժանումները աշխարհազորայինների հետ ուսուսի պաշտպանում էին սահմանները, պատերազմի ուժ գնացող սպառնալիքին դեմ հանդիման պահպանում Արցախի անվտանգությունը։ Թիկունքում վտանգված երկիրն էր, մթան, ցրտի, կիսաքաղց օրերի մեջ նրանց ընտանիքներն էին, բայց զինվորյալները գիտեին, ոչ թե մոմ ու հաց հայթայթելով, այլ հաղթանակով է գալու խաղաղությունը։ Դաժան, արյունոտ պատերազմի տարիներ ու մարտական հարուստ ու արժանապատիվ կենսագրություն, որի աշխարհագրությունն ընդգրկում է Հայաստանի սահմանային տարածքներն ու Արցախը, որը նրանց ու բոլորի սերունդներին հարստացնում է հաղթանակի հպարտությամբ։ Ներքին գործերի համակարգի աշխատակիցների պատերազմն ու հաղթանակը միայն ռազմաճակատում չէր։ Բարդ էր իրավիճակը նաև երկրի ներսում, ինչպես բոլոր անցումային ժամանակներում գլուխ էին բարձրացրել գաղափարազուրկ ու անհայրենիք հանցագործ տարրերը։ Թիկունքում իրավապահներին ոչ թե հանգիստ ու ընտանեկան անդորր էր սպասում, այլ ամենօրյա, ամենժամյա պայքար օրեցօր ակտիվացող ու լկտիացած այդ տարերքի դեմ։ Միլիցիայի աշխատակիցները ռազմաճակատում իրենց որդիական պարտքն էին կատարում առհայրենիք, թիկունքում իրենց մասնագիտական պարտքը պետության ու ժողովրդի հանդեպ։ Երկու դեպքում էլ կանգնելով մահվան ու մարդու միջև, երկու դեպքում էլ հաղթելով մահին, երբեմն նաև կյանքի գնով։ Հպարտությամբ ու խոնարհումով հիշենք ներքին գործերի զոհված, գերեվարված, հաշմված բոլոր աշխատակիցներին։ Նրանք առաջիններից էին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ Այսօր հայոց բանակի մեր ազգային հպարտության տոնն է, լիովին կայացած, անվերջ զարգացող և ամբողջովին մարտունակ բանակի տոնը։ Այն բանակի, որի շնորհիվ այսօր ոստիկանությունը զբաղված է միայն իրեն հատուկ գործառույթներով ու ոչ միայն ոստիկանությունը։ Շնորհավոր տոնդ, հայ զինվոր, շնորհավոր տոնդ, հայոց բանակ։